Ողջույն բարեկամներ, Ռուսաստանի, ավելի ճիշտ Վլադիմիր Սալավյովի սպառնալիքին անդրադարձել է նաև ամերիկյան մամուլը, եթե դուք հիշում եք, արդեն 2 օր է, որ Վլադիմիր Սալավյովի հայտարարությունը պատտվում է համացանցում, մասնավորապես 2 անգամ անդրադարձել են, եւ դրան անդրադարձել նաև ամերիկյան մամուլը, որտեղ խոսում է նրա մասին, որ Սալավյովը ասում է, որ իսկ ինչու մենք չենք կարա երկրորդ պատերազմ սկսենք, եւս մեկ այդ կարճաժամկետ իրենց պատկերացումներով կարճաժամկետ, պատերազմ սկսել։ Եվ դա օրինակը բերվում է Հայաստանի մասով։ Հիմա մենք երկու սպասեցինք, որ տեսնենք ԱԳՆ-ն ինչ կասեր։ ԱԳՆ-ի փոխարեն խոսեց Պետրոս Ղազարյանը, հույս ունեինք, որ մի բան էլ կասի բանը մեր ԱԳՆ-ն, բայց հետաքրքիր բան պատահեց։ ԱԳՆ-ն մամուլի միջոցով հայտարարություն տարածեց։ Տեսեք, հետքի միջոցով եւ Ազատություն ռադիոկայանի միջոցով։ Իբր պաշտոնական Երևանը բողոքի նոտա է հղել Մոսկվային Սալավյովի հայտարարությունների կապակցությամբ։ Հետքը գրում է, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան է հանձնվել բողոքի հայտարարագիր։ Բացում ենք, ոչ ավել, ոչ պակաս։ Արտաքին գործերի նախարարության կայք էջ։ Արաբաս Միրզոյանը Պետրոսի հետ միասին իջնում ենք, ԱԳՆ նախարարն ընդունել է Արմենը դեսպանին, առաքելության ավարտի կապակցությամբ քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության, մի խոսքով Իրանի ԱԳՆ տեղակալ, ԱԳՆ նախարար Միրզոյանի մասնակցություն մեր ժամանակների հերոսը եւ այլն, դա արդեն եկել ենք դեկտեմբերի 31, ոչ մի խոսք ԱԳՆ կայքում ոչ մի խոսք, որ իրենք հանդգնել են իրենց տերերին կանչել պատասխանատվության։ Ոնց, ես օրինակ չի պատկերացնում, ասենք գործակալ Օմեգան ոնց է Կոպերկինին կանչելու մի հատ էլ վրան մուննատգա կամ բողոքի նոտա փոխանցի։ Բայց մամուլի միջոցով հայտարարություն են տարածել։ Դե մարդիկ ոչ են խորանում փաստերի մեջ, ոչ են մտնելու կայք նայեն։ Դե երկու կարևոր թերթ, երկուսն էլ բավականին լուրջ կայքեր, եւ հետքը եւ Ազատությունը, եթե գնում է, նշանակում է եղել է, բայց իրենց կայքում այդ մասին ոչինչ չկա։ Այսպիսի բան կարող է լինել մենակ Հայաստանում։ Այստեղ են խափում, ասում են մի բան, ցույց են տալիս այլ բան։ Հիմա հաջորդիվ հարցը առաջանալու։ Ընդամենը 2 օր առաջ էր, 3 օր առաջ էր, ես վստահ եմ վաղն էլ, մյուս օրն էլ Ալիևը էլի շարունակելու է խոսել Հայաստանը գրավելու մասին։ Գոնե մամուլի միջոցով մի բան կհայտարարի, թե չէ։ Ես չեմ ասում ԱԳՆ-ն իր հայտարարի բանը, իր կայքում դնի։ Ես իհարկե հույս չունեմ, իրանք խաղաղություն են գնում։ Ալիևին հրավիրելով Հայաստան գրավելու հեռանկարով խաղաղության են գնում։ Բայց գոնե մամուլի միջոցով ձեզ հետևողներին հիմա կփոխանցենք, որ իրանք չմոռանան, որ ԱԳՆ կա մի ամբողջ նախարարություն բարձր աշխատավարձներով, բարձր պարգևավճարներով կա եւ ինչ-որ գործանում։ Կգրեք գոնե մի բան, կասեք։ Եվ այսպես, սա նրանց համար, ովքեր պնդում են կամ կարծում են, որ Հայաստանի կառավարությունը ինչ-որ խնդիր ունի կամ թշնամական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, կամ նույնիսկ համարձակություն ունի, ավելի ճիշտ, թշնամական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։ Սրանք նույնիսկ համարձակություն չունեցան Սալավյովին ասելու, ընկեր ջան, մենք ենք որոշում, ուր ենք գնում, ուր ենք մնում։ Դու ոնց կարող ես պատերազմ հայտարարել մեր դեմ եւ սպառնալ մեզ։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Մենք որ նայում ենք այդ մարդկանց դեմքերին, թե ովքեր են Հայաստանը կառավարում, պարզ է դառնում, որ դրանք տեսնեք, ոնց կարող են։ Սա հելմասանեք, սա ոնց կարող էր Պուտինին հակառակ բան խոսալ, բայց լսենք։ Ժողովուրդ ազատվի Գարեգին Բ. կաթողիկոսից շատ մարդիկ վախենում են միանալ շարժմանը, նույնիսկ հոգևորականներ,
դուխ տվեք նրանց։ Ավելացնեմ նաև, որ լրատվամիջոցներին Գարեգին բն թույլ չի տալիս լուսաբանել։ Սիրելի հայրենակիցներ, այս թեմաների վերաբերյալ ես իմ տեսակետը հայտնել եմ արդեն եւ անկեղծ ասած իմ տեսակետը չի փոխվել։ Ես կարծում եմ, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են եւ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին։ Ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ շարունակում եմ հետևել այս դիրքորոշմանը եւ Դա տեսակետ չի, դա սահմանադրությունն է։ Տեսակետ կադաս դու ունենաս քո տան մետլախի գույնի վերաբերյալ։ Ինչքան ուզում ես տեսակետ ունեսի։ Սա տեսակետ չի, սա օրենքն է, սահմանադրությունը։ Համոզված եմ դրանում, որ վարչապետը եկեղեցու գործերին չպետք է խառնվի։ Այս է իմ դիրքորոշումը։ Դա սերն ասում եւ անցան տարիներ ու միանգամից ինքը որոշեց, որ այսօրվանից կաթողիկոսը ինքն է եւ ինքը չի ընդունում կաթողիկոսի որոշումները որ համայնքում որտեղ ում նշանակում ում հանում։ Լավ, անցնենք առաջ։ Լավ նորություն Ամերիկայի արևելյան ափից, ավելի ճիշտ արևելյան ափը դա մենք ենք, Նյու Յորքն է։ ԱՄՆ արևելյան հայոց թեման որոշում ունի 55 հոգևորական միացել է հայտարարությանը։ Այս դժվարին օրերին ԱՄՆ արևելյան հայոց թեմի ողջ հոգևոր դաշտին անմնացորդ սերն ու զորակցությունը կհայտնե Մարիարթող Սուրբ Էջմիածնին եւ Գարեգին Եկտոր կաթողիկոսին։ Այդ լավ չէ դեռ այստեղ։ Խնդրեմ։ Մինչ արևմտյան թևը Կալիֆոռնիան Ֆիլադելֆիան միացել իր համասեռամոլ ղեկավարով Նյու Յորքի թեմը հավատարիմ է Սուրբ Էջմիածնին։ Շնորհակալություն Նյու Յորքի թև, մենք ձեր հետ ենք եւ բոլոր դրանց հետ, ովքեր հավատարիմ կմնան իրենց կոչմանը եւ իրենց եկեղեցուն։ Հարցը Գարեգին երկրորդ կաթողիկոսի չի։ Ես Գարեգինի ֆանատը չեմ։ Հարցն այն է, մենք ուզում ենք Էրդողանն ու Փաշազադեն ղեկավարեն մեր հոգևոր աշխարհը, թե ոչ։ Սա է հարցը։ Եվ փաստորեն Կալիֆոռնիայի մասը որոշել է, որ ինչ տարբերություն Գարեգինի փոխարեն կարող ասենք Էրդողանը ղեկավարի Փաշազադեի հետ, կարևորը որ իրանք պաշտոնի լինեն, իրանք կնունկ, ծնունդ, տանորդներ, մատաղ, բան, կարևորը իրանք անեն, իրանք թողեն տեղապահ զոննայող։ Եվ որոշել են, որ այո, երևի տենց ավելի ապահով է իրանք համար։ Նյու Յորքը մնում է Նյու Յորք։ Սա հենց Կալիֆոռնիայի ծնունդը, սա այս համասեռամոլն է մյուս համասեռամոլի նման Կալիֆոռնիայի ծնունդը եւ որոշել է, որ եկեղեցու վերնախավը հակապետական դիրքորոշում է բռնել։ Սա այս ողորմելի չնչինը։ Սա տեսել եք մոտիկից։ Սա Պանիկոսկուն հիշում եք ոսմա։ Շուրա, դուք ողորմելի չնչին արարածեք։ Հիմա այս ողորմելի չնչին արարածը պետությունն ու Փաշինյան Նիկոլին նույնականացել է իրար։ Ու սա որոշ ժամանակ եղել է Գլենդելի քաղաքապետ։ Այսինքն առնվազն գրել կարդալ գիտի, ենթադրում եմ հայերեն էլ գրել կարդալ գիտի, հա։ Ու իրենի կարդացած կլինի, որ ասենք Փաշինյան Նիկոլը պետությունը չի, Փաշինյան Նիկոլը վարչապետն է։ Եվ եկեղեցին, եթե ինչ-որ մի բան էլ դեմ էր դիրքորոշում ուներ, դա Փաշինյան Նիկոլի դեմ էր։ Ու այս կարգի տխմալ ողորմելի չնչին արարածներին մի հատ էլ վզակոտին տալով հիշեցրեք, որ այ չկայացած հոմոֆոբ, սա պետությունը չի, սա Նիկոլը էլի։ Նիկոլը ժամանակավոր պաշտոնակատար է։ Ժամանակավոր։ Եվ պատրաստվեք միասին ձեր բռնած գնալ գդողի ծոցը։ Ինչ անում Զայե Սինանյանը արդեն 7.5 տարի, քանդում է սփյուռքը բարի ամենալայն եւ բազմաշերտ իմաստներով։ Քանդում է, բառացի։ Եվ մենք բազմիցս տեսել ենք տարբեր համայնքներում հանդիպելուց, ինչ օրն են գցում սրան։ Հենց տեղացիները
հասկանալով հանդերձ ով է իրանց դիմացը եւ ինչ առաջարկում իրանց ամենակարևորը ինչ է առաջարկում սա ոնց հիմնավորեց ամբողջ Սփյուռքից հավաքած օգնության գողությունը Ջոս այլ համակարգում առ այսօր ձեզ թվում է պատահական եղավ որ ինչ որ մի ողորմելի չինչին արարած գլնդելու մի քանի ամիս ասենք քաղաքապետի պաշտոնում առաջադրած մեկ էլ հեղափոխություն Հայաստանում շակերտավոր ու մեկ էլ մի ամբողջ Սփյուռքի նախարարություն քանդում են բացում են ինչու մի հատ փոքր բաժին եւ սրան ու շատ պատահական Նիկոլի նման մեկին բերում են նշանակում են այդտեղ Սփյուռքի ազնագետար պատահական ալին իհարկե ոչ ու այդ պատահական նշանակած մարդը 7 տարի ոչ մի խնդիր չունեցավ իրանց հետ սա պատահական էր ամեն ինչ իհարկե ոչ այս ողմակի սրանք երկար ժամանակ հատնտիր միացել են իրար այսենց բոլորին ինչպես դուք նայում եք 7.5 տարի իրանք իրար հետ են այսքան բան եղավ պետության նկատմամբ ու սանց մեջ չեղավ մեկ ասեր հələ մի վարքան բայց մենք սրա համար չենք եկել այսինքն մեզ սրա համար չէ ժողովուրդը ընտրել որպես իշխանություն սա ոնց որ թե սա է հակապետականը Հայաստանի Հանրապետության հողերի զիջումն է Արցախի հանձնումը ցեղասպանության ուրացումը սա է հակապետական այ ողորմելի չինչին արարած հա այ չկայացած հոմոսեքսուալիստ սա է հակապետական Փաշինյան Նիկոլին ասել գնա գրողի ծոցը սա հակապետական հայտարարություն չի սա կարծիքը որտեղ Փաշինյան Նիկոլ ընդամենը վարչապետ է պետությունը չի Ձեզ հիշացնեմ այդպես տխմարներ կային այլ Սերժ Սարգսյանի ժամանակ հենց մի բան էիր ասում ասում դու պետության վրա ես դուրս եկել դու պետության դեմ ես խոսում հա եղել է ասենք այս անգրագետին շերտը միշտ է եղել է ու ամեն ձևով փորձել ենք բացատրենք որ հարգելի տգետ պետությունը Սերժ Սարգսյանները ժամանակավոր են կգա հետո Նիկոլ Փաշինյան հետո կգա ուրիշը պետությունը դա չի փոխվում պետությունը մնում է պետություն դա ժողովուրդն է դա սահմանադրությունն է հա դա ինստիտուտներն են ոչ թե Նիկոլ Փաշինյան նա կարող Չեմ զտալյուն կապայական եկել եք ման վառեք այստեղ բնակիչ եք բա ինչ ենք որտեղ եք ապրում ասիսում Արտաշատ Մրգանուշ գյուղում Գիտեք Արտաշատի Մրգանուշի իշխաներու է Մեքենա առնվազն մի 25-30 րոպե կողքի փողոցը չի հաստատել առնվազն Այսինքն կազմակերպել են որ դուք էլ գաք այստեղ կանգնեք ով պետք է կա մենք եք Ինչ իմանամ Երևի ծրում ենք գնում ենք ճիշտ է մենք հատնտիր Իսկ ճիշտը որն է հայրիկ հայ մտածել ենք ասում ճիշտ իմանալով Երիտասարդ ճիշտը որն է ճիշտ է որ մենք գնում ենք պայծառ ապագա Այս սրանք իրար հետ գնում են պայծառ ապագա իրանք գդորի ծոցը թե իրանք չեն գնում հասկանում եք պրոբլեմն ինչումն է ու սրանք մեզ են տանում լսեք սրանք մեզ տանում են իրենց ասած պայծառ ապագա այն պայծառ ապագա որ Նիկոլը բերեց Արցախ օրինակ Նիկոլը բերեց ոսկե բաղանիս Սյունիք ջերմուկ բերելա այ հիմա սրանք մի ամբողջ հազարամյակների պատմություն եւ մշակույթ լող հասարակություն ինձ եւ ձեզ սրանք մեզ տանում են իրանց պայծառ ապագա ուզում եք գնանք այդ պայծառ ապագան սրանց հետ սրանց պատկերացած պայծառ ապագան ուզում եք ես չեմ Որ ապագան Բայց քեզի ապագան որն է Որ ապագան է պայծառ եկեղեցու հետ կապ ունի այդ պայծառ ապագան այսօր անում ենք որ վաղը պայծառ Այսօր անում ենք որ վաղը պայծառ է լինի այո դուք հազարներով սպաներ տվեցիք որ վաղը պայծառ լինի ձեր համար տեսեք սա գյուղից քանի հոգի է մահացել քանի հոգու են տարես սպանել ինձ հետաքրքիր Հանգստացեք հանգիստ նայեք ինչ հավատացյալներ են հələ սանց դեմքեր են ինչ զտաջուն հավատացյալներ են Ես վախով եմ նայում սրանց դեմքերին մտածելով որ հանկարծ կարող է սրանք են Հայաստանում օրակարգ թելադրում ճաշակ էսթետիկա քաղաքականություն
բարեկրթություն, ապագա, լավ ու վատ, ճիշտ ու սխալ, սարսափելի է։ Եթե իրոք արդեն սրանք են թելադրում, դա նշանակում է արդեն պետություն չկա, արդեն հասարակություն չկա։ Այսինքն այն ինչ որ կա, էսի արդեն չկա, էսի արդեն վերջն է։ Էլ պետք չի սпасել վերջին, այ վերջը հենց սա է։ Դե ինչ եք ուզում, ժողովուրդ, սրան համարժեք են մենակ դրանք։ Ճիշտ հասկացեք, ուրիշ բան չկա։ Ասենք իրանց մեջ կարող է այս քիմիան, այս հաճախականությունները, վիբրացիաները ասած համընկնի։ Իրանք լրիվ համարժեք են, իրանք լրիվ համընկել են իրար։ Հանգիստ, եթե դուք հավատացյալ եք, դուք ընդհանրապես ես պիտի խաղաղ պահեք։ Արդեն սրված եկել եք։ Ես աղջիկ ջան։ Բարձա, լավ բարձա, ձեր տերերը ստեղ շատ են, մենք գնանք ներս։ Մենք չկան ոստիկան կա։ Ինչ ես Զրոշել եք արկելել, հա։ Հիշում եք երեք նկարի մեջ որ ցույց տվեց, այն գլուխները կանգնած են սեպկետերը, որ ասի այդքան գլուխ են բերել։ Այս վստահ չէ որ ոստիկաններ են։ Ես մեքենաները շարասունը որ տեսա, մի գծով դասավորված։ Այո, որ նույն հիմնարկից են, էլի։ Որովհետև պատահական աջակիցները որ գալիս են, հախուռն չպատրաստված, իրանք ամեն մեկը կանգնում է որ պատահում է, ոնց պատահում է, սենց ոստիկանների նման իրար հետևից չեն կանգնում, էլ այդ միկրոավտոբուսները։ Գիտենք, չէ, առաջին օրը չի, երեք դաման վերևից են մի քանի հոգի են կալմի սեպկետերը որ կան բակում սս լծած, ասի չէ, 99% սրանց այս ոստիկաններն են, խնդրեմ։ Դեմքերին սևակի ասած կարծես տաշած են տապարով, Վերետավորներ, ինչի եք դուք այստեղ։ Ինչ որ բան ա պատահել, միծինգ ա այստեղ։ Այս եկեղեցում ես ձեզ ոչ մի անգամ չեմ տեսել։ դեմքերին Միջադեպ ա եղել, թե միջադեպ ա հրահրվելու հիմա։ Ընտիր չէ, միջադեպ ա եղել, թե միջադեպ ա հրահրվելու հիմա։ Յո, սա կատակ չի։ Սա կոլապս է։ Սա քաղաքակրթական ճգնաժամ է։ Եթե ոչ քաղաքակրթական կապիտուլացիա։ Սա արդեն քաղաքակրթական կապիտուլացիա։ Այս դեմքերն են մեզ ղեկավարում։ Այս դեմքերն են մեզ պաշտպանելու։ Ինչից։ Մեզանից։ Սրանք թշնամուց պաշտպանող չեն։ Այս դեմքը ոչ մի բան չի, այս դեմքը նույնիսկ չգիտի օրենսգիրքը ինչի մասին է, որ ինքը ծերից ծեր պետք է անգիր իմանա։ Այսինքն իր աշխատանքի կանոնակարգը առնվազն ինստրուկցիան պետք է անգիր իմանա, ինչ իրավունք ունի, ինչ չունի, ինչ պետք է անի, որ պարագայում սրանք միտող իրենց կյանքի մեջ միջև վերջ չեն կարդացել։ Իրանց անուն ազգանունի մեջ 13-ը սխալ կանել սրանք, որ գրել 10։ Սրանք էլ մեր ապագան որոշողը։ Սա կոչվում է բացասական ընտրասերում։ Այ կակիստոկրատիա որ ասում են, արդյունքը սա է։ Ոստեղից այլ բան չկա, այլ ճանապարհ չկա, վեկտորը դեպի կործանումն է։ Սա իմ ցանկությունը չի։ Եթե սրանք են թելադրողը, այդ վեկտորը տանում է դեպի կործանում։ Այ թե ինչ են ներդրել ժամանակին Լևոնը, Ռոբերտը, հետո Սերժիկը, այդպես շարունակում է Նիկոլ Փաշինյանը։ Չէ, սրանց հիշում եմ Սերժի ժամանակից։ Սրանք նոր չեն առաջացել, էլի։ Elə չի մարշրուտի շոֆերը ասել առաջացեք, իրանք էլ առաջացել են։ Չէ, սրանք առաջացել են դեռ Սերժի ժամանակից։ Նույն դեպքերով։ Ուղղակի գնալով ավելի են դեբիլանում։ Սերժի ժամանակ կային ոստիկաններ, կարելի էր դեռ խոսել, բանավիճել, քաղաքակիրթ բաների վրա։ Դեմքին նայում, դրանցից մավ չի մնացել։ Նայ։ Շնորհակալություն լրագրողական աշխատանքի համար։ Ենթադրում եմ սա Սուզինա Բարոյան։ Ամեն դեպքում կեցեք։
Միասայն նայենք։ Տիկին Վարդապետյանը մշտապես հրաժարվում է։ Տիկին Վարդապետյան հարցերին պատասխանեք։ Դուք ընտրովի արդարադատություն եք երկրում, այնքան եք տարված եկեղեցականների կանոնավորվածություն։ Մարդու կյանք է խովում, վերջ Փախ։ Սա հայտարարություն է։ Տիկին Վարդապետյան չէ կարծում, որ իրավապահ համակարգը գործիք է դարձել իշխանությունների դեմ։ Դատախազ կարող եք կարծել։ Տիկին Վարդապետյան կարծում եք իշխանությունները գործիք չեն դարձել, իրավապահները գործիք չեն դարձել։ Ասում են, հարցում ես, դու դատախազն ես, այն կիրուհի։ Մենք քեզ աշխատավարձ ենք տալիս։ Կանգնի մեր հարցերին պատասխանի։ Մենք ենք քո հովանավորը, մենք ենք քո դոնորները, մենք ենք քեզ աշխատավարձ տալի։ Բարի եղի կանգնի եւ պատասխանի հարցերին։ Դու դատախազ ես։ Իհարկե չի կարող կանգնել եւ չի կարող պատասխանել։ Սրանք պետքա փախնեն։ Ու սա լավ նշան է։ Սա նշան է նրա մասին, որ իրենք ասելիք չունեն, իրենք հասկանում են իրենց միակ պետքությունը փախնելն է։ Բայց տարբերությունը գիտեք որն է լինելու 6 ամիս հետո, որ հիմա փախավ մտավ ավտոն, ապահով եւ իրան տարան։ 6 ամիս հետո փախնելու տեղ չի ունենա։ Այդ մեքենան չի լինելու, որ իրան ապահով տեղ հասցնի։ Չի լինելու։ Բայց ժամանակ ինչ եք անելու։ Մտածել եք, վատ չի լինի մտածել, գիտեք։ Վատ չի լինի։ Ուրեմն այսօր իմացանք, որ Վրաստանի վարչապետին են 5 տարի դատել։ Ասեմ ձեզ, Վրաստանի նախկին նախագահն էլ է իմանստած։ Եթե մեկը ասենք 2007-8 թվականներին ասեր Սաակաշվիլին, որ օրագալիա դու արդեն քանի տարի նստած, 3 տարի նստած է։ 3 տարի բանտարկված ես լինելու։ Հետո ես մյուս վարչապետին մի 5 տարի քեզ են բանտարկելու։ Մենք կծիծաղեն ձեր վրա։ Կասինդ, ինչ եք խոսում։ Ինչ եք խոսում։ Մենք իշխանություն ենք։ Մենք ասիչն ենք։ Այսօր երկուսն են նստած են։ Մեկը արդեն 3 տարի նստած է, մյուսն էլ 5 տարի դատապարտեցին այսօր։ Ասելիքս ի՞նչն է։ Ամենից արագ է փոխվում կյանքը։ Ինքն այդ անակնկալներով լի է։ Շատ։ Եվ լավ, եւ վատ։ Դուք ո՞նց եք այսքան կարճատև մտածում, ո՞նց եք կարճ նայում, մտածում եք, որ այն ինչ որ կատարվում է աշխարհում, ձեր կողքով անցնելու է։ Ու դուք ապրում եք ֆիզիկայի օրենքներից անդին։ Ձեր գրիչը որ գցում եք վերև, չի իջնում ներքև։ Ասենք ձեր պարագայում գրավիտացիայի օրենքը չի աշխատում։ Չի աղբե, չի աշխատում։ Գրավիտացիայի օրենքը ձեր մոտ չկա, տեսա։ Դուք բնությունից, տրամաբանությունից մի խոսքով կվանտային ֆիզիկայի օրենքներից դուրս եք ապրում։ Դե, հաջորդ կործանում։ Ինձ բան չի մնում ասել։ Այսօր իմացանք, որ քրեական գործ են հարուցել, թե ինչ ընթացքան կտան էդի կերևա իհարկե, բայց հիշում եք մի թշվառ կար քպայական, այսենց կանգնեց, ասեց, ինչ պետք է անենք, գլխին տալով պետք է հանենք, կաթոլիկոսի մասին էր խոսում, հա, նեղոսկով, քրեական գործ հարուցվել, համապատասխան թողվածով, ու կարթամուտվածը, բրդություն գործադրելու հրապարակային կոչերի հոդվածը, ու ոչ ավել ոչ պակաս հենց կաթողիկոսի վրա։ Մի այլ քրեական գործեր կա, պարզվում է մեկ էլ ակտիվացել է Դանիել Լիոնիսյանը, հարկադրաբար պատարակի դատախազությունը հարուցում է ներկայացել։ Երեք էր չէ, նայում ենք, որ կոմունալ բաժնի, վեդի կոմունալի այն աշխատողին հիվանդանոցից հերսել ուղարկել էին պարտադիր բան։ Լսենք այս տեսանյութը։ Ինչ անեմ նա պահանջել ասեց
Պետք է գան որպես աշխատող։ Կոմունալի աշխատողներ հանդիպում են եկել են։ Վեդիի այս բնակիչը հիվանդանոցից հասել էր Մասիս, որ առավոտյան ներկա լինի վարչապետի մասնակցությամբ կիրակնօրյա պատարագին։ Վեդիի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում ընկերության աշխատակիցը երեք լրագրողներին սկզբում ասում էր, թե պահանջել են, որ հասնի Մասիս, հետո էլ թե իր ցանկությամբ է եկել։ Շատ են եկել, ես նոր եմ եկել, ես էլ հիվանդանոցից եմ եկել, հիմա նորից պետք է հետ գնամ հիվանդանոց։ Ես դուրս եմ գալու հիվանդանոցից, եկել եմ տուն, նոր եկել եմ ստե։ Իրազեկ քաղաքացիների միավորումն արդեն հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն։ Կազմակերպության ղեկավար Դանիել Յոհաննիսյանը կասկածներ ունի, որ հանցագործություն է տեղի ունեցել։ Քաղաքացին ոչ թե իր կամքով է գնացել, այլ հարկադրված, խախտվել է քրեական օրենսգրքի հավաքներին մասնակցելուն հարկադրելու հոդվածը։ Հարկադրանքի դրվագ ոնց որ թե մենակ այդ դեպքում կա։ Եթե ուրիշ դեպքեր էլի հայտ կան, իհարկե ուրիշ դեպքերով է կներկայացնենք։ Վեդիի ԿՊԱ-ական քաղաքապետ Գարիկ Սարգսյանը սակայն Տանչիկ հավաքի բոլոր մասնակիցների անունազգանունները ու դիմում ներկայացրել։ Բոլորը հարկադրաբար են այնտեղ։ Դա կոչվում է կամավոր պարտադիր սկզբունքով։ Այ բոլոր հավաքի բոլոր անունազգանունները ու իրանց մասով դա դիմում ներկայացան։ Ամեն մեկի անունով միակ։ Երեք երգում էր, որ հրահանգ է իջեցվել անպայման մասնակցել պատարագի։ Տեսնում եմ բազմաթիվ աշխատակիցներ կան։ Կիրակի օր է, ոչ աշխատանքային օր է։ Իմ աշխատակիցներն են միգուցե տեղյակ են, որ ես մասնակցում եմ, իրենք էլ ցանկություն են ունեցել մասնակցելու։ Եթե մարդիկ ստիպված եկած լինեն, դրա մասին նաև կարտահայտվեն։ Գլխավոր դատախազությունն արդեն ստացել է բողոքը։ Ազատությանը փոխանցեցին, որ օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել դրան։ Սա նշանակում է, որ կամ գործ կհարուցեն, կամ ոչ։ Մինչ դատախազությունը որոշում կկայացնի, Յոհաննիսյանն անդրադառնում է մեկ այլ խնդրի, ինչպես է ստացվում, որ տարբեր եկեղեցիներում Փաշինյանի մասնակցության պատարագներին պետական ու համայնքային աշխատողներ են։ Իրավապաշտպանը մտահոգիչ է համարում այս երևույթը, բայց ասում է, սա քրեական օրենսգրքով արգելված արարք չի համարվում։ Ես ազատ եմ ասելու, որ սա խնդիր է, որովհետև մտածել, որ այդ ամբողջ կոլեկտիվը միահամուռ որոշեց, որ այ հիմա ժամանակն է, որ իրանք սկսեն գնալ պատարակների։ Դրա համար եմ ասում, հատ, հավաքում ես ցուցակը ու դիմում ես ներկայացնում։ Ասի։ Աշխարհի ամենադժվար բանը գիտես ո՞րն է։ Եվ թանկ ազնվությունը։ Ամենաթանկ բանն է, մարդ ամենաշատ թանկը վճարումը ազնիվ լինելու դիմաց։ Կեղտոտ լինելու դիմաց իրան են վճարում։ Բայց մարդը ինքն է վճարում ազնիվ լինելու դիմաց։ Ազնիվ եղեք էլ։ Մարդ եղեք։ Այ բոմժի եւ հարուստի տարբերությունը դա է։ Միայն հարուստ մարդը կարա իրան թույլ տա ազնիվ խոսալ։ Բայց չեմ ասում գրոն բոմժը, վախկնում է ճիշտ խոսել։ Ինքը այդքան հարուստ չի, որ ճիշտ խոսա։ Ճիշտ ասի, որ։ Կամ ամբողջ կոլեկտիվը Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետևորդն է եւ որոշեցին, որ եթե Նիկոլ Փաշինյանը գնում է, ուրեմն իրանք էլ պետք է գնան։ Մի քիչ միամիտ դատողություն։ Հակված ենք համարել, որ այդտեղ կա որոշակի կամ պարտադրանք կամ գոնե չձևակերպված պարտադրանք։ Յոհաննիսյանի կարծիքով, եթե այս դրվագներով էլ հաղորդում ուղարկեր դատախազություն, դրանք ըստ էության արդյունք չէին տա։ Ամեն կիրակի ես այս համայնքի բնակիչ եմ, մասնակցում եմ տարածաշրջան։ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պատարագի եկածները տարբեր մարզերից էին։ Երևանի քաղաքապետարանի աշխատակից ներկայացած տղամարդը լրագրողներին պատմում էր, որ սեփական կամքով է մասնակցում իր խոսքով քարոզ արշավին։ Վարչական ռեսուրսը ներգրավվում է վարչապետի նախաձեռնած շարժմանը, շեշտում է իրավապաշտպան Արթուր Սաքունցն ու հարցնում, այդ ինչպես ստացվեց, որ պետական ծառայողները հանգստյան օրերին համախմբված մասնակցում են տարբեր մարզերում Փաշինյանի մասնակցությամբ անցկացվող պատարագներին, օրինակ հունվարի 6-ին։ Ընդ որում բացառապես պաշտոնանկ եղած քահանաների կողմից կազմակերպվող անօրինական պատարագներին, անօրինական, մոռանում եք դուք դա նշեք, հանրապետության գլխավոր դիակ, պաշտոնակատար նաև համատեղության կարգով նախագահի, ինչն էլ անդեր, բա հսկայական փող են տալի, աշխատավարձ են չէ տալի, բա ինչի համար են տալի, ուտի գավ վերընկնի ինդեղ, գլխականակա չէ, ինչ տարբերություն կեզ ինչքան աշխատավարձ են տալի, մեկը մի հոգու տեղես, մի գլխի տեղես անցնում է, այնպես որ պարոն Սաքունց և Դանիել Յոհաննիսյան, սխալ է ձևակերպում, սա մենակ կասկածելի բանը չի, հարկադրանքը չի, որ գալիս են թե չէ, իրանց բերում են պաշտոնան կարված, օրենքով արդեն արգելված
ու պարտադրված պատարակների, օրենքի խախտումներով։ Դուք սա վրա պետք է շեշտադրումը դնեք։ Ունդեղ պարզ է դառնում, ովքեր են այդ հանցակիցները եւ ինչու են գալի այդ հանցագործությանը մասնակից լինելու։ Դուք կարևոր բաները բաց եք թողում, անցնում եք շեշտը դնում եք երկրորդականների վրա։ Սուրբ ծննդյան պատարագին անգամ հեռավոր քաղաքներից էին Երևան հասել տարբեր տեղական պաշտոնյաներ, նրանցից էր Վարդենիսի քաղաքապետը։ Միայն կարող եք վկայել ոչ միայն որ վարչական ռեսուրսները կիրառվում, այլ նաև որ դա կազմակերպված բնույթ ունի, բայց հատկապես որ բյուջետային հիմնարկների աշխատողները դրանք կարող են վկայել նաև որ մարդիկ մտահոգություն ունեն, եթե չմասնակցեն, չաչակցեն, ապա կարող են դուրս խնդիրներ ունենալ իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանվածության տեսակետից։ Արդյոք միայն քաղաքական համախոհությամբ է պայմանավորված վարչապետի հետևից պատարագին գնալը, հարցնում է իրավապաշտպանն ու ընդգծում, տեղի ունեցողը խնդրահարույց է հավաքների ազատության տեսանկյունից։ Նույն մարդկանց մենք տեսնում ենք ամենատարբեր եկեղեցում։ Եթե մի մարդ իր տարածքում ունի եկեղեցի եւ պատարագին գնում է մասնակցելու մեկ այլ տարածքում, որտեղ վարչապետը պատարագի է մասնակցում, ապա իհարկե հարցեր են առաջ գալիս։ Որպես այդ ինչ գլխապատար որոշեցի գնալ եւ մասնակցել։ Պատկերը ինքը չի կարող ձևավորել ազատ կամ Նորից եմ կրկնում, դա պատարակ չի։ Այդ պատարակի տեղը, վարողը, ֆորմատը որոշում է հանցագործ եղանակով, արգելված եղանակով։ Նիկոլ Փաշինյանը, դա պատարակ չի։ Դա շարքային պատարակ չի։ Սխալ տեղ եք դնում շեշտադրումը, պարոնեք։ Հիմա ինչ մտածեմ, չիմանալու արդյունք է, թե մասամբ լղոզում եք դուք, որ շատ կոպիտ չլինի հանկարծ Փաշինյան Նիկոլը ձեզանից չնեղանա։ Ես հիմա ինչ մտածեմ ձեր մասին։ արտահայտության մասին, հա, վստահություն։ Արդյոք դատախազությունը նույն կերպ կվարվի ու քրեական գործ կհարուցի Դանիել Յոհաննիսյանի այս մի բողոքի հետքերով այնպես, ինչպես հարուցել էր ամիսներ առաջ։ Յոհաննիսյանն էր բողոք ուղարկել իրավապահներին, պնդել, որ Արագածոտնի թեմի առաջնորդը խախտել է օրենքը, երբ հարկադրել է իր ենթակա հոգևորականներին մասնակցել ընդդիմության հավաքներին ու չընտրել Փաշինյանի կուսակցությանը։ Մկրտիչ Սրբազանին ու եւս 10 հոգևորականների ձերբակալել էին, այնուհետև մեղադրանք ներկայացրել բարձրաստիճան հոգևորականին ու արդեն 3 ամիս է նրան պահում են բանտում կալանքի տակ։ Հիշատակության օրը։ Դա Գիտենք առաջ։ Ռազմական ոստիկանությունում ասում են բունտ է հասունանում։ Ծառայողներին բերման են ենթարկում Փաշինյանի երթին։ Տղեկը նեղված է։ Լուկ։ Տայք 7 տարի է ձեզ բերման են ենթարկում։ 7 տարի է ձեր ձեռքով իրականացնում են այ ժողովրդի ցեղասպանությունը։ 7 տարի է ձեզ օգտագործում են թուրքական ծրագրերը իրականացնելու համար Հայաստանում։ 7 տարի է, ես ասեմ 7.5։ Ասենք 7 լավ։ 7 տարի է ձեզանով ահաբեկում են ժողովրդին։ Ու դուք նոր եք նեղվում, որ ձեզ բերմանի ենթարկում ինչ-որ երթերի, բա ինչ պետք է անեն։ Շախմատի օրենքն է, հիշում եք, ասում է ձեռ եք տվել, պետք է խաղաք։ Դուք եք այս ամեն ինչը հանդուրժել այս աստիճանի։ Դուք ումից եք նեղանում։ Ձեր համայնքն է, ձեր համակարգն է, ձեր որոշումն է ի վերջո, որ ես ողորմելիները սրանք է, ծնունդով, կենսագրությունով ոչ մեկները, nobody, ոչ մեկ, իրանք որոշում են դուք կիրակի օրեր ու որտեղ պետք է անցկացնեք, հա, ձեզ գլխականակի տեղը ցույց են տալի, որ իրանք մենակ չեն, որ այսքան գլուխ մարդ կա այդները։ Դա ձեր որոշումը։ Դե տեսնենք, բունտը կհասունանա, թե ինչպես միշտ կանխատեսելի, դուք կհարմարվեք, կնստեք ձեր տեղը եւ կշարունակեք ուտել այն մի բաժին կերը, որ ձեր դեմ դրված է։ Իմ խորին համոզմամբ, ցավոք պրակտիկայով թելադրված արդեն ինչ 30 տարի տեսել ենք։ Դուք շարունակելու եք իրականացնել նույնը։ Իհարկե, երբեմն առանձին սեղանի շուրջ հարբած վիճակում այս ամեն ինչից բողոքելով, բայց առավոտ նորից գնալու է գլուխներդ կախ նույն գործ անեք։ Սա մեծ ցավով եմ ապրում։
Աշտարակի ավականու անդամի ղեկավարած ընկերությունը 966 միլիոն դրամի 966 միլիոն պայմանագիր է կնքել համայնքի հետ։ Ինքը ավականու անդամը ինքը իր բանը է պայմանագիր է կնքել 966 միլիոն դրամը դա գալիս է մոտավորապես 2 միլիոն 300,000 դոլար սրան 2 միլիոն դրամ չեն տեսել կյանքում իրար դրված նայեք սա դենքին հեսա 2 միլիոն դրամ չեն տեսել 20,000 դրամ էլ չեն տեսել իրենց կյանքի մեջ հիմա 2 միլիոն մոտավորապես 300,000 դրամի դոլարի կներեք պայմանագիր են կնքում իրենք իրանց հետ հա տենց է բավականա անդամ անչի այդ փողը տա ուրիշ այդ պատվերն անի հենա ինքը կսարքի հիմնարկը մի օրվա մեջ ինչա ածը ձևակերպելը ոչ մի բան մեկ օր ածն բացում են ինք իր այդ պայմանագիրը կնքում փողը գնում է ածին ինչպես բանը անիֆ է էլի հետո իայ շքսատկի իայ շապերը սա այն է ինչ որ արել են Արցախում 30 տարի վերջում էլ Արցախը հենց պայթեցեցին հանձնեցին որ ոչ մի հետք չմնա դրանից հանկարծ ոչ մեկ չասի այդ փողը նույն է բայց ասող միշտ լինելու է ոչինչ չի մոռացվել ոչ ոք չի մոռացել ամեն ինչ լավ հիշում ենք այս ամեն ինչը այդ պետք է վաղ թե ուշ Թուրքիայի հետախուզության ղեկավարն է բավականին անկեղծացել ու սկսել է բողոքել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որովհետև վերջի տեխնոլոգիաներով զինված զենքեր իրենց չի տալի, խուսափում է, F-35-ներն այդպես էլ չստացան, բայց Հունաստանն է ստանում, որ Եվրամիությունը զզվում է Թուրքիայից, ամեն ինչ անում որ հանգարց Թուրքիան Եվրամիություն չմտնի, ամեն ինչ խառնում է իրար տակից, ով, ասեք, որ մեմոց սիրում են ասել Բրիտանիա, իրանք էլ են դժգոհ բրիտանացիներից, ասում են որտեղ որ մեզ պետք է օգտագործում են, որտեղ որ պետք է շպրտում են դուրս բրիտանացիները, բրիտանացիների բանն է, նշանաբանն է դա, չկան հավերժական բարեկամներ, կան հավերժական շահեր, բայց Հայաստանում սենց է, եթե Բրիտանիան անպայման դա Թուրքիայի կողմից է, վերջ, բայց այդ էս Թուրքիայի ռազմավարությունները դժգոհում դրանից Եվ ինչ է ասում ամենակարևոր ասում Բրիտանիան ասում է ինքը դեստաբիլիզացիա միշտ այդ վիճակի մեջ է պահում Թուրքիային քրդերի ձեռքով, տարբեր հարցերի ձեռքով որպեսզի մենք չկարողանանք որպես երկիր ամուր մնանք մեր ոտքերի վրա իսկ այս ամեն ինչից պետք է եզրակացնել մի բան որպեսզի մենք կարողանանք այս ամեն ինչին դիմագրավել այս բոլորին էլի մենք պետք է ուժեղանանք, որտեղ մեր հիմնական հակառակորդը դա ՆԱՏՕ-ն է, ՆԱՏՕ-ին են օգտագործում նաև մենք պետք է եւ ֆինանսապես եւ ռազմական իմաստով հզորանանք։ Իմաստը հարցը առաջանում։ Հզորանանք։ Ինչով, ում հաշվին, ում փողերով։ Թուրքերը ամեն ինչ կորոշեն, ամեն ինչի կհասնեն դիվանագիտական ճանապարհով։ Բայց կյանքում չեն կարող իրենց տնտեսությունը ղեկավարել։ Այնպես որ իրենք զարգանան չունեն այդ փորձը չունեն ես երկու հաղորդում առաջ էր չէ որ խոսեցի չէ իմ եթերի ժամանակ էր որ հարց ու պատասխանի ինչպես է ստացվում որ հայերը չեն մտածում դիվանագիտության մասին մտածում են կառուցելու մասին ղեկավարելու մասին թուրքերը մտածում են դիվանագիտության մասին Որովհետև իրանց պատմականորեն իրանց միսիան խլելն է եղել, ինչ-որ մի բան ուրիշից վերցնելն է եղել, ոչ թե ստեղծելը։ Ժամանակին դա արվում էր ուղիղ ուժով, հա, հետո դա սկսեց համեմվել տեղ-տեղ ուժով, տեղ-տեղ դիվանագիտությամբ կամ դիվանագիտությամբ նախապատրաստել հետո ուժով եւ այլն եւ այլն։ Այսինքն ուժն ու դիվանագիտությունը իրանց մոտ շատ ավելի կարևոր է եւ ավելի զարգացած է, հենց այդ պատճառներով
Կան տնտեսություն ղեկավարել, կան ասենք, չգիտեմ, իրավաբանությամբ զբաղվել, գիտությամբ զբաղվել, դա իրանց պետք չի։ Դա իրանց պետք չի։ Այդ բայրակդարն է, որ ասում են այդ Էրդողանի պես է։ Ով է։ Դա մեր ջահելա, որ Կանադայում ասողել։ Ու տարբեր տեղերից բերած կոմպոնենտներով իրանց մոտ կարողացել են հավաքել այն ինչ որ կոչվում է բայրակդար։ Այն ինչ որ իրականում շատ ավելի վատ բան է, քան այդ միֆը կա։ Այսինքն մեր 44 օրյա պատերազմի ժամանակ 3 օր աշխատեց հոպը, 3 օր եւ ոչ մի բայրակդար չէր կարող ընտրել։ Այդ միֆը, Արցախյան պատերազմի վրա այդ միֆը սարքվեց, որովհետեւ անջատված այդ հոպը եւ բայրակդարը իրենց կոչվածը դրոն էլի։ Խփում են մեր երեխեքին։ Բայց 3 օր հոպը ոնց եղավ հրաշքով չգիտեմ ոնց, չեմ կարող ասել։ Մի օր կլինի, չէ, իրոք մենք պետք է իմանանք այդ արդյունքները։ Ինչի՞ չէր աշխատում, ոնց եղավ այդ 3 օր աշխատեց, բայց 3 օր աշխատեց եւ ոչ մի դրոն չէր կարող ընտրել։ Որը թռնում էր, գիտեք ինչ են, չեն խփում։ Անջատում էին, ում գնում էին։ Այո, սա Թուրքիան է։ Մենք պետք է հասկանանք մեր ճշնամին ով է, մենք պետք է իմանանք իր ուժերը եւ թուրք կողմերը։ Ու իրանք էլ են ակտիվ խոսում, անկեղծ խոսում իրենց լսարանի համար։ Եվ ավելի անկեղծ խոսում են, թե ինչու պետք է քրդերին վերացնել, սա շատ կարևոր է նաեւ։ Ուղիղ եթերում Թուրքիայում խոսում են, որ որպեսզի վերջականապես այս հարցը լուծվի, քրդերին ոչնչացնել է պետք։ Ու ես չեմ պատկերացնում, սրանք ոնց են պատկերացնում 20 միլիոն կամ 40 միլիոն թուրք, քուրդ ոչնչացնել։ 20 միլիոնը մենակ Թուրքիայում է։ Իրանք 80 միլիոնից 20-ը մենակ քուրդերն են։ Ոնց են պատկերացնում իրանք, բայց խոսում են այդ մասին, խոսում են բաց իրանք հեռուստաընկերությունները։ Ով ազում է սրանց այդ բարեկամություն անել։ Արց, ով այդ կիսախելագարը կամ ուղեղից ինվալիդը կամ այդ սադոմազոխիստը ով է։ Այդ ինքնասպանը ով է, որ սրանց այդ որոշելա, որ ինքը կարող է բարեկամություն, չգիտեմ, խաղաղություն, եղբայրություն եւ այլն իրականացնել։ 21-րդ դարում փողկապները կանպել են ու խոսում են ցեղասպանության մասին, որ այս հարցը միայն ցեղասպանությունով պիտի լուծվի։ Պետք է կոտորել, որ այդ հարցը փակվի։ Ընդ որում նայեք դեմքերին, սրանցից մենակ մեկն է թուրք։ Մնացածը Եվրոպայի դեմ։ Ասել է թե կամ հայ են, կամ հույն են, ասորի, բուլղար, ինչ ուզես, բայց ոչ թուրք։ Մենակ մեկն է, այս 5 հոգուց մեկն է թուրք մենակ։ Բայց քանի որ գենետիկորեն թուրք էլի, բայց քանի որ իրենք Թուրքիայի քաղաքացի եւ մեծացել են այս պրոպագանդայով, պարզ իրանք երկրում նորմալ է խոսել ցեղասպանություն իրականացնելու մասին։ Աշխարհում 3 տեղ կա, որ այս բանի մասին խոսում են։ Թուրքիան, Ադրբեջանը չեմ հաշվում։ Դե իրանք Թուրքիան նույնն է։ Ռուսաստանը եւ Իսրայելը։ Վերջ։ Մենակ այս երկրներում են ազատ հանգիստ խոսում կողքի պետության կամ այլ խմբի կոտորելու եւ ցեղասպանելու մասին։ Իրանի ԱԳՆ-ն կանչել է եվրոպացի դեսպաններին, բոլոր երկրների դեսպաններին, որոնք սպառնացել են, որ դե ԱՄՆ դեսպանը Թրամփը գիտեք ինչ է ասում, զորքեր կմցնի եւ այլն։ Եվ լուրջ կոնֆլիկտ է եղել, դրանից հետո հաստատել են եվրոպացի դիվանագետները, որ ցանկացած իրանցի, որ հանկարծ կփորձի մտնել Եվրոպա, ինքը անպայման անցնելու է լուրջ թեստ, որ տեսնեն արդյոք ինքը մաս չի կազմում իրանական այսօրվա կառավարության, իրենք ցուցակ ունեն հավանաբար, որոնք պատասխանատու են այս ամբողջ կոտորածի համար։ Նախնական տվյալներով 500-ից ավելի մարդ է սպանվել, 11000-ից ավելի մարդ է բանտարկվել, դրանց մեջ սպանվածների մեջ կա նաև ուժայիններ։ Սոսկալի վիճակ է Իրանում, բայց չճշտված տեղեկություններով ասում են դադարել է, ես չգիտեմ դա ժամանակավոր է դադարել, թե
ժողովուրդը ուժասպառ է եղել, թե ինչ որ զիջումների են գնացել, քանի որ Իրանը ինքը փակ երկիր է ինֆորմացիոն առումով, ինձ համար դժվար է կոնկրետ ասել, որ ինչի պատճառով է Մարումը գնացել, բայց որ Մարումը գնացել է, մի քանի տեղ արդեն ոչ ամերիկյան, ամերիկացի գրում են, որ արյան գետեր են հոսում, այդ Ամերիկայի հռետորաբանությունն ասենք, ամերիկացի չէ, ամերիկյան մամուլը, բոլորը հրյաների ձեռքում է։ Մի խոսքով, սա է, բայց տեսնենք, Եվրոպան հստակ մնացել է իր բանի վրա, որ դուք բանի տակ եք, արգելանքի տակ եք Եվրոպայում։ «1419 օրը, ասում են, որ KGB-ի կապիտանը չի կարող KVN-ի կապիտանին հաղթի, Պուտինը Զելենսկին։ Քիչ հումորային է հնչում, բայց կա ինչ որ կա։ 1419 օր, արդեն մի քանի օր ավելի երկար է տևել այս պատերազմը, քան երկրորդ համաշխարհային պատերազմը, որտեղ KGB-ի կապիտանը փաստորեն KVN-ի կապիտանի չի կարողանում հաղթել։ Իսկ նրանք չեն ուզում իրար հաղթել, մեջտեղ պարտվում է ժողովուրդը։ Սա Մինեապոլիսն է, փողոցները ողողված, տասնյակ հազարավոր մարդկանցով, այս սպանությունից հետո, այսի Դոնալդ Թրամփի քաղաքականությունից ամբողջ Ամերիկան եռում է, ինչերոց ասեմ։ Սա ոնց է մտածում, որ ինքը պետք է 26 թվականի ընտրություններում էլի ձայն հավաքի, ես չգիտեմ։ Իսկ թվում է հանրապետականներն արդեն չեն հավատում, որ իրանք հնարավոր է ձայն հավաքեն։ Դրա համար եմ ասում, այս 20 թիվը պետք է մի կերպ ինչ-որ ձևով մենք անցկացնենք, կորցնենք մեր պետականությունը, որտեղ դրանից հետո հնարավոր է ինչ-որ մի բան փոխվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Կարող է դա լինի դեպի լավը, կարող է լինի ավելի վատը, ես չեմ կարող ասել, որ դեպի լավն է փոխելու, բայց որ փոխվելու է հաստատ։ Ես իհարկե չափազանցնում եմ դեպի ավելի վատը, դժվար է կանխատեսել ավելի վատը, ոնց կարող է լինել, բայց գիտեք ինչ, մենք Սերժ Սարգսյանն ենք տեսել, մտածում ենք Սերժի վատը հնարավոր չի, հետո պարզվեց Նխմեկ Նիկոլին լավ չենք ճանաչում ուղղակի։ Դրա համար եմ ասում։ Իսկ ամենասոսկալին գիտեք որն է, որ այսօր կարդացի, որ մոտավորապես 500 բարձր քաղաքականության ներկայացուցիչների պալատ, սենատը, կոնգրեսմեն, մոտավորապես 500-ից ավել պաշտոնյաներ օգտվում են հրեական լոբինգների գումարներից։ Այսինքն շատ չնչին տոկոսն է, ոչ չի, շատ 1-2% կարծեմ, որ հրեաներից փող չի ստանում։ Հրեական Իսրայելի օրակարգը իրականացնելու համար։ Իսրայելի օրակարգը որն է? Կթել Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ դա իրանց միջոցով իրականացնել բոլոր հանցագործությունները։ Այն ինչ որ ես պետք է, Սամնատնենք իր այդ եզդիների վիճակը նայեք Սիրիայում։ Ասա խնազիր محمد اسمن انا احمد عمر عوض الحمد لله الذي ابد Սա Թուրքիայի, տեսեք, Թուրքիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համատեղ իրականացած ծրագրի արդյունքում նոր սիրիական իշխանությունն է, որը քրիստոնյաներին մեկ գիշերվա մեջ, երկու գիշերվա մեջ մորթեց, հիշում եք։ Հիմա էլ քրդերի եւ քրդական եւ եզդիական բնակչության հետ ասացուց վարվում։ Սա դաժան իրականությունն է դրողջան։ Էլի հարց, ով ազում իրանց հետ, ով ազում, որ իրանք ռազմական ներկայություն ունենան Հայաստանում։ Սա նույն բանն է, ոնց որ դու կամավոր գնաս Սիրիայում ապրես։ Ինչ տարբերություն իրանք գալու են քո երկիր, թե այսօր դու գնաս Սիրիայում ապրես։ Սա է լինելու Հայաստանում։ Սա են պատրաստում եւ Հայաստանում եւ Իրանում։ Սա են պատրաստում։
Որ Թուրքիան ասում են մենք պետք է կոտորենք քրդերին, այտենց է հարցը լուծվելու, մենակ դա Թուրքիայի քրդերի մասին չի։ Չիկագոնա 67 տարեկան ամերիկացի քաղաքացու գցել են գետնին a children's Halloween parade in a մանկական պարադի ժամանակ 67 տարեկան ամերիկայի քաղաքացու sleepy գցել են Chicago գետնին neighborhood. He's now recovering from 6 broken ribs and 6 կող են կոտրե այդ ընթացքում internal bleeding. This didn't happen at the border. It happened in a neighborhood where families were celebrating Halloween. Սա ասում եմ սահմանի չի այդ փոքրիկ համայնքում է եղել, ոնց թաղամասում, որտեղ հարևաններով Հելոուին են տոնել Չիկագոյում։ Եվ խնդրեմ, սա Թրամփի պատժիչ ջոկատներն են։ Թրամփի արդեն պատժիչ ջոկատներն ուզում են սպանում են, ուզում են կալանավորում են, կապ չունի քաղաքացի չի։ Այլանդակություն է կատարում։ Այլանդակություն հիմա ես հարց եմ տալի Ամերիկայում, չէ, Հայաստանում Թրամփին հավատացող, Թրամփի խոսքի վրա հույս դնող մարդկանց դուք adekvat եք։ Դուք կարող եք պնդել, որ դուք adekvat եք։ Ես կարող եմ հակառակն ապացուցել, ես չգիտեմ դուք դրա մասին ինչ կարծիք եք։ Իսկ սա լսեք մի հատ։ I'm sorry. Let me make sure I have this correct. My child, my 3-year-old child, went without health insurance for a lot. 3 տարեկան ասում եմ երեխան մնացել է առանց առողջապահության ինշուրանսի ապահովության Like 6 to 8 months this past year because I couldn't afford the health insurance policy under my job. Ասում եմ չունեք որովհետև ես հիմա շատ ավարտում չեմ կարող արդեն 6 ամիս է ես չեմ կարող ունենալ գնել են ապահովությունը որ ինձ պետք է որ արժի մոտավորապես ամսական 600 Because it was going to be like $600 something a month. $600 and something fucking dollars a month for if we got sick. If, right? To keep me from going fucking bankrupt in case an accident happened or ամեն ամիս $600 ինքը պետք է վճարի նել մի հոգու համար չի կարող ինչա հսկայական գումար է մարդու համար $7,000-ից ավել տարեկան իսկ եթե հանկարծ ինչ որ բան եղավ վթարի եղավ ինքը ուղղակի կորած բայց դա դիմաց some shit, right? I couldn't afford it. You can't just insure your children, right? You have to insure yourself too. Hence the $600 fucking a month, right? I was paying out of pocket nearly $300 every time she got sick. Mind you, she's a toddler in daycare, so she got sick regularly. Ես կերխան ես 3 տարեկան ասում եմ ռեգուլար հիվանդանում է ամեն հիվանդանոց գնալը ամեն բան $300 փոխան ասում ես մարդու Right? Our fucking administration just proposed a bill to one, not only allow for protections of IDF soldiers. Հիմա ասում եմ օրենք են ընդունում որ Իսրայելի զինվորներին օգնություն տան ինչ protection ինչ պաշտպանության համար ապահովագրություն տան, փող տան, թոշակ տան Իսրայելի զինվորներին Ամերիկայում who have dual citizenship. I wonder why the fuck they would need protections. Legal protections, right? Not only that, but կրկնակի քաղաքացիներն ուզում են բան տան, ապահովագրություն տան benefits, military grade benefits, veteran grade benefits. Ռազմական վետերանների բաներ, էլի բենեֆիտներ, էլի փողեր Իսրայելի զինվորների համար, որոնք նաև բանի Ամերիկայի քաղաքացիներ են։ Ամերիկայի քաղաքացիները սովից ասում են, խնդիրներ ունեն։ Առողջապահության, ապրելու, տան վարձ, մի խոսքով։ Հիմա օրենք են թքած նրա վրա։ Օրենք են ընդունում, որ փողերը պետք է գնա Իսրայել։ It's in the United States of America for serving in a foreign country. You have got to be fucking shitting me. Ես դա եմ ասում եմ։
Սրանք ոնց են մտածում, որ իրենք կարող է 26 թվականին Լսան ասում կներկել բարից համար, լսան լսեք ինչ ասում։ Highly disrespectful of law enforcement. You saw that? The woman and her friend were highly disrespectful of law enforcement. You saw that? They were harassing them, were following for days and for hours. And I think, frankly, they're professional agitators. And I'd like to find out, and we are going to find out who's paying for it. With their brain. Սա խոսում են կնոջ մասին, որին գնդակարեցին։ Որ ուզում էին մեքենայի զորով իջացնել, որ ուզում էր քշեր փախնել, որ դեմից գնդակարեցին։ Ասում են դա պրոֆեսիոնալ բան է, պրովոկատոր էր։ Պետք է ճշտենք դա նով ավճարում է պրովոկացիաներ անելու համար։ Սա կենթանի է, սա ինչ ասես։ Սա ինչ ասես, սա ասելու բան չկա։ Brand new signs and all the different things, but these are professional agitators, and law enforcement should not be in a position where they have to put up with this stuff. What? Ասում են իրա պահվածք, ասում են, բան էր, աղամարական էր, ոչ հարգալից էր, ոչ հարգալից պահվածքի պատճառով գնդակարեցին մարդուն, ոչ հարգալից։ Ամերիկյան օրենքներով Ուրեմն եթե դու զգում ես քո նկատմամբ բռնությունը սպառնալիք ես զգում, դու կարող ես փախնել։ Քեզ դավալ ոչ մեկ չի կարող դատի։ Եթե դու սպառնալիք ես զգում քո անձի նկատմամբ, այսինքն ինչ որ արեց այդ կինը, հարցակվել է, ինքը վախից ուղղակի քշեց գնաց։ Դու դեմից գնդակարեցին։ Իսկ սա ոչ օրենք գիտի, ոչ բարոյականություն ունի, չնայած ինքն ասում է, չէ, միակ օրենքը, որ ես ենթարկում եմ, թքած ունեմ միջազգային օրենքների վրա։ Միակ օրենքը, որ ես ենթարկում եմ, իմ բարոյական օրենքներն են։ Ու այս բարոյական օրենքների շրջանակներում ասում եմ կնոջ արածը, բան էր, վատ էր։ Ինքը օրենք չգիտի, որ օրենք ինչ իմանա ինչ անի։ Սա 34 հոդվածներով դատվում է, մեղադրանք ունի վրան։ 34 հոդվածներով միջև նախագահ դառնալ է, հիմա այդ հոդվածներն ավելացել են։ Ու հիմա աշխարհը SSS հիվանդի ձեռքում է։ Իրա կայքում էլ գրել է մարդը, որ բանն է ինքը հանդիսանում է նաև Վենեսուելայի նախագահ։ Ինքը հիմա ինյան դրել է, ինքը իրա նշանակել է նաև Վենեսուելայի նախագահ։ Դե եթե Փաշինյան Նիկոլ իրան կարա կաթողիկոս նշանակի, սա ինչի չի կարա իրան նախագահ գորանա Վենեսուելայից, ինքն է նշանակի ինքն իրեն որպես նախագահ։ Աշխարհը դարձել է գժանոց բաց երկնքի տակ։ Վերադառնանք Բաքու 1990 թիվ։ 26 տարի առաջ։ 26 տարի առաջ այս ամեն ինչը տեղի ունեցավ։ Կոտորած Բաքու։ Ով ազում ադրբեջանցիների հետ ապրի, գիտեք իրանք փոշմանել են, որտես բան են արել, հա, չէ, ով է սպասում, որ սովետական միության մեջ դա հնարավոր է, են էլ Բաքվում, ամենաինտերնացիոնալ քաղաքում, որտեղ ադրբեջանցիները փոքրամասնություն էին, ամենաինտերնացիոնալ քաղաքում, այն աստիճան հզոր էր հայկական համայնքը, սեփական թաղամաս ունեին, Ալմենիքեն էր կոչվում, թաղամաս, հայկական Որովհետև հայերը շատ ավելի շուտ են եղել, քան ադրբեջանցիները։ Ադրբեջանցիները չներել, որ մահմեդական ցեղեր են եղել, որոնք տարբերվել են իրարից ընդամենը մեկ հանգամանքով։ Իր պահած ոչխարը սև աղը թե սպիտակ։ Ուրիշ տարբերանշան իրենց մեջ չի եղել։ Ոչ ազգանուն են ունեցել, ոչ ցեղ են, ոչ մի բան։ Ոչ մի բան։ Մահմեդական ցեղեր են եղել։ Ու այդ ցեղերը սովետական միության ժամանակ 70 տարի տեսակ կողքի ապրելով, բայց ինքը իր բնությունով չի փոխվել։ Ու մի անգամից Բաքվի ջարդեր կոտորած։ Ես չգիտեմ ինչքան մարդ կա հիմա այս ամեն ինչի հիշող։ Իսկ սա Հայաստանում է։ Ձեռնակաբերդի հուշահամալիրն է, ճապոնացի զբոսաշրջիկը պատերից բռնված
մոտենում է անմար կրակին, քանի որ աստիճանները սառցակալած են ամբողջությամբ։ Ճիշտ ասած, այսօր եկել եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որպեսզի նկարահանեմ շին աշխատանքները, որի մասին տեսանյութը մի քիչ ուշ կհրապարակեմ, բայց մինչ այդ ուզում եմ մի հատ ուրիշ խնդրի անդրադառնամ։ Երևանում ձյուն տեղացել է դեկտեմբերի 30-ի երեկոյան, դեկտեմբերի 31-ին, այսօր հունվարի 11-ն է եւ անցել է 12 օրից ավել, ինչ փաստորեն ձյուն է եկել Երևան քաղաքում։ Սա Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի անմար կրակի հատվածն է եւ աստիճանները, որոնք ամբողջությամբ սառցակալած եւ ծածկված են ձյունով։ Եվ որպեսզի հարցեր չլինեն, ես բոլորը հատիկ առ հատիկ նկարահանել եմ եւ դուք տեսնում եք աստիճանների վիճակը։ Ամբողջ հուշահամալիրի տարածքում մաքրված են միայն ահա այս երկու աստիճանները, գլխավոր մուտքի հատվածից, դրանց դիմացի հատվածը ներսից եւ դրանց դիմացի հատվածը դրսից, մի քիչ հատվածը։ Մնացած ամբողջ հուշահամալիրի տարածքը պատված է ձյունով եւ որևէ աշխատանք արված չի այցելուների անվտանգ մուտքն ապահովելու համար։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչ կասեք, սրանք էս ջարդերը կազմակերպողից ինչով են տարբերվում։ Ոչմանը։ Նույն հակահային են։ Նույն հակահայը։ Եվ ազգանունով են տարբերվում, բայց մեծ հաշվով ոչ մի բանով։ Սա նրանից չի, որ ռեսուրս չունեն, նրանից չի, որ սա իրենց գործը չի, իհարկե սա իրենց գործն է։ Չէ։ Ուղղակի իրենք հակահային են, նույն հակահայը։ Եթե չեք հիշում ինչ են արել հուշահամալիրի հետ, բայց եթե հիշում եք ինչ են արել հուշահամալիրի հետ, ինչպես կարող ենք ակնկալել նույն մարդկանցից, որ իրենք հələ մուտքերն ու ելքերն ապահովեն, սաղույց մաքրեն, հոգ տանեն։ Հակահայ են սրանք, հակահայ։ Տեսնենք մեր ժողովրդին։ Օրական ես դրանց ամենաբարձրն եմ կամենում, Աստված հեռու պահի դրանցից, կերանում ես, ես ինչ են անում, այլանդակներ են, անմարդկային են, վարչապետն էլ սատկի մյուսն էլ, վարչապետի անգրադետը, այն իսկի պյազ ինստիտուտ չէր ավարտել, եկավ վարչապետ դարավ, նոր ուզեցավ, իլաքի իրա փնթուշկա կնիկա, ուժս, պաստանի մարդը կնգա հետ էլ գնում, դանդ պերվիլեդի դարավ հակու կապա, հարևանեն ասում են մենակ լված կնայի, փնթուշկա է, կզզվեի, հլը ինչիտ ինչ դարավ էլի, ահա որա ջանա։ Դժվար չի դարել, այդ շորը հանես նույն բանն ապակել, բայց չեմ ես մի հալեք հանելու բան։ Կընտրեն հունիսի 7-ին, ես հույս ունեմ, որ չէ։ Հույս ունեմ, ես հայտնի Նիկոլական եմ եղել, հա, ես իրեն շատ ընդունել եմ, բայց հիմա ես օրերն եմ հաշում, թե պիտի գա հունիսի 7-ը, որ ինքը չընտրվի։ Լավ է, չէ, հայտնի Նիկոլական եմ եղել, բայց հիմա սպասում երբ պիտի գա հունիսի 7-ը, որ ինքը չընտրվի։ Տեսնես քանի տենց հայտնի Նիկոլական կա, որ նույն բանն է ասում։ Պատրաստ եմ բոլորին ներել։ Իրոք։ Գոնե հիմա հասկանան էլ իրանք ինչ են արել։ Գոնե հիմա նույն բանը չանեն, որովհետև տեսնում ենք, չէ՞, անողներին, ոչ եք մոռացել դեմքերը։ Ոչ եք մոռացել դեմքերը։ Սա մոռանալ չի լինի։ Սա այն կոնտինգենտը, որի վրա հույսը դրել է Փաշինյանի վրա։ Սա է այն կոնտինգենտը, որի ինտելեկտը երևում է դեմքի վրա, որը ունակ է Փաշինյանի վրա պաշտպանելու կամ հավատալու։ Սունը, սա է։ Եթե նույնիսկ դեմքով սա չի, ներսը սա է։ Ասենք դժվար է, չէ՞, ասենք օրինակ Ռուբեն Բաբայանը դեմքով տարբերվում է, չէ՞, բայց ներքում սա է։ Իհարկե ինքը մոնոկապահում խնամված բան, բաբեչկա է կապում, փափյոն, թիդերնիկ։ Ներքուս սա է։
հակառակ դեպքում ինքը չէր կարող այդ ներին աջակցեր։ Ուղղակի սրանց բախտը չի բերել, էլի իրենք տիկնիկային թատրոնի տնօրեն չեն կամ գեղարվեստական ղեկավար։ Բախտները չի բերել։ Այս որակով նույնն են։ Երբեք իրան չեմ լսում, ինձ թույլ չեմ տալի լսեմ, արգելված է ինքը մեր տանը, ընդհանրապես իր դեմքը երևա, ու իր ընդհանրապես շրջապատի դեմքը մեր տունը պետքա չերևա։ Ինքը մեր երկիրը կործանման է տանում եւ մենք ուղղակի, չգիտեմ, բան չունեմ ասելու էլ ավելացնեմ։ Եվ վերջում չմոռանաք։ Մարդկանց թվում է, եթե Երևանը վերածվի անտառի, օդի որակը կլավանա, բայց դա այդպես չէ։ Բա Ժորժ ջան։ Բայց դա այդպես չէ, ինքը ասել է։ Գնացեք Դիլիջան ու տեսեք, որ այդպես չի։ Չեք հավատում։ Այս տխմարին։ Գնացեք Դիլիջան, համոզվեք, որ ինքը ճիշտ է ասում։ Համոզվեք, որ Երևանի օդը եւ Դիլիջանի օդը նույնն է։ Կամ Վանաձոր, որտեղ ուզում եք գնացեք։ Գնացեք ու տեսեք, որ այս տխմարը, որ ինքը վստահ է, որ իրեն լսողները նույնքան տխմար են եւ հավատալու են իրար ասածին։ Գնացեք եւ համոզվեք, որ ինքը ճիշտ է ասում։ Այս կարգի ինֆուզորիաներից լսելուց գիտեք ամենաշատ ինչի վրա ես նեղանում։ Ոստանք որ խոսում են, մտածում են դիմացին այնքան ապուշ է, որ հավատալու է իրանց ասածին։ Դա է ինձ իրավորում, որ սրանք մտածում են, որ իրենց լսողները ուղեղ չունեն, որ հասկանան ինչ են իրենց ինչքան են նվաստացնում, ձեզ թվում է ինչ անտառ եղավ օդը, չէ, նույն օդն է լինելու։ Դե ուղղակի վերջում ավելացնել չեք հավատում, գնացեք Դիլիջան։ Ուսանցից ակնկալիք կա, ուզում եք նորից սրանք ղեկավարել, սրանց հետ։ Ինչ տարբերություն սրա ու սրա։ Ինչ տարբերություն։ Դեմքի։ Փող կապա կապե, թե չի կապե, սա է տարբերությունը, բովանդակությունը նույնն է։ Այսօր համար ես կնա, լավ եղացեք։